Վերջին զանգն ու վերջին դասը բոլորի համար սկիզբն է դառնում կյանքի նոր փուլի մեկնարկի ու դժվարությունների հաղթահարման։ Հենց դրանով է այն ամենահիշվողն ու լուսավորը, եւ ամեն տարի այն դառնում է մի օր, որի համար ոչինչ չի խնայվում։ Միջոցառումների կազմակերպումից մինչև դահլիճների ձևավորում, արտաքին տեսք, ծաղիկներ ու էլի ուրիշ ծախսեր։ Այս ուսումնական տարվա ավարտը մի քիչ ուրիշ է ստացվել։ Ի վերջո ծնողները, աշակերտները եւ դպրոցը հորդորն ու հանձնարարականը սիրով են ընդունել։ Վերջին զանգը մշակութային մոտիվների ու բովանդակության են հասցրել, ներառելով ազգային ու համամարտկային շեշտող տարրեր։ Հիմնական դպրոցից անցումը ավագի շատերի համար հեշտ չէ, համատասարանցիների բաժանումն է անսովոր։ Փոխարենը ամեն մեկն իր հետ ավագ դպրոց կամ այլ հաստատություն է տանելու հարազատ կրթօջախից ստացած գիտելիքները ուսուցիչների նվիրումը։ Անկեղծ ասած գիտեի թե կհուզվեմ, բայց ես շատ ուրախ եմ, որ ճիշտ ասեմ։ Ես վերուսուցիչներին շատ եմ սիրում, բոլորին շատ եմ սիրում ու իհարկե կուզենայի այս դպրոցում ես ուսումը շարունակել, բայց 9-ամյա դպրոց է, ամենայնտեպս ավագ դպրոցում ես նրանց տված ուսումը երբեք չեմ մոռանա։ Գյումրիի թիվ 40 հիմնական դպրոցում վերջին զանգի մշակութային բաղադրիչը հայրենիքը սիրելու, նրան անմնացորդ նվիրվելու եւ երկիրը չլքելու ուղերձն ուներ։ Հիմնական մեր թեման էր հայրենասիրությունը, մեր Գյումրին, կարոտը, որը զգում են Հայաստանից գնացած մարդիկ եւ միշտ տենչում են վերադառնալ հայրենիք։ Հայրենի երկրում ապրել, հարազատ քաղաքն ու գյուղը շենացնել, ինչպես նաև դպրոցական տարիների ընկերությունն ամուր պահել, պատգամեց Շիրակի մարզպետը, ով իր օրինակով է դա հաստատում։ Ամեն տարի թիվ 40 դպրոցի վերջին զանգի միջոցառմանը ներկա գտնվելու ցանկությունը հենց ամուր ընկերությունը պահելու արդյունքում է։ Դպրոցի տնօրենի եւ իր ընկերությունը մանկության տարիներից է մնում անխախտ։ Վերջի երեխաների հրավիրում աշխատասենյակ, անձնական մատենի ժողով է հրավիրել, սիրով սպասում ձեզ մարդպետարանում։ Մեր ժամանակն էլ մեզ է սպասում, և մենք պետք է վազենք, որ հասնենք։ Մենք անպայման կհասնենք մեր ապագային, անպայման կհասնենք այն լուսավոր կետին, որի մասին երազում ենք։ Շնորհավոր վերջին զանգ։ Վերջին զանգի մշակութային սցենարի հեղինակները ֆոտոն վարժարանի 7 դասարանների 145 շրջանավարտներն են, որտեղ չէին անտեսել նաև կրթական բաղադրիչը։ Ընդհանուր միջոցառման թեման ֆոտոններն էին ֆիզիկայի հետ կապված, որը հենց մեր դպրոցի անունն է։ Որոշեցինք այդ կողմով գնալ ու ֆիզիկան, մաթեմատիկան ընդհանուր ներկայացնել բեմից։ Երեխաները դասղեկների հետ իրենց սեփական ուժերով, իրենց երգով, պարով, ասմունքով, դերասանական խաղով ներկայացնում են իրենց ավարտական միջոցառումը եւ շատ մեծ ոգևորությամբ, ուրախությամբ, ճաշակով, առանց այլևայլությունների։ Երեխաներով հավաքվել ենք ինչ-որ ժամերի, նստել սցենար ենք գրել, օրեր ենք որոշել, նկարահանել ենք ամեն ինչ մեր ուժերով։ Ու ինձ թվում է դա նույնիսկ ավելի լավ է ու ավելի լավ, ոնց ասեմ, առանձին հաճույք է, որ դու քո ուժերով պատրաստում ես ինչ-որ բան, ներկայացնում ես։ Ու կոպիտ ասած ցույց ես տալիս ընդհանուր աշխատանքը, հենց դպրոցից ինչ-որ սովորել ես, այնտեղ գրականությունը նույն հայոց լեզուն։ Ավարտվող ուսումնական տարում Շիրակի մարզում 12-րդ դասարանն ավարտում է 1804 աշակերտ, իսկ 3017-ը հիմնականից փոխադրվում է ավագ դպրոց, վարժարան կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններ։ Ցանկանում եմ իրենց հաջողություններ, լավ ուսում, կարողանան այն ժամանակահատվածը, որը մարդուն տրված է սովորելու համար լիարժեք օգտագործել։ Մարզի գյուղական բնակավայրերի 7 դպրոցներ չունեն շրջանավարտներ, նույնքան դպրոց էլ ունի մեկական շրջանավարտ։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։